Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը, որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրված այսօրվա հրատապ նիստը դեռ չի ավարտվել։ Փորձագետները ծափաթաղում են։ Այդ մասին այսօր ԿՏՄ-ին ասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Հիմա ծափաթաղում ենք, մոր հետ ենք զրուցել, քիչ անց երեխաների հետ կզրուցենք։ Մորն ասացինք՝ ինչ եք որոշել անել, ասում էր չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան, 4 երեխա ունի, մենք ասացինք քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ որ մնան, թող գնան մեկ ամսով, 10 օրով, մեկ շաբաթով, բայց գնան, հիմնականում կտանենք հով, ասաց Գալոյանը։ Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է։ Գալոյանը սպանված 3-ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև երեխային սպանելու պատճառը, ինչը կարող էր լինել։ Կոնֆլիկտ, վեճ, նախորդել է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։ Չեմ իմանում, նախաքննություն է գնում, շշմել ենք։ Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկար այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի դպրոցի տնօրեններն ասում են՝ միշտ հագած կապած։ Կուշտ ու պատրաստված երեխաները եկել են դպրոց ու մանկապարտեզ, էդ ինչ նկարագրում են, չէ, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են, նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։ Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանը արձագանքեց. իրենք պարբերաբար տունայց են արել, բա ոնց, էս ընտանիքը նպաստ է ստացել, կարգի գնահատում են պարբերաբար արել, նշել էր նա։ Հետախույզ լրատվականի բացառիկ տեղեկություններով փոքրիկ Տիգրանին հայրը խեղդամահ է արել, քանի որ կասկածել է, որ Տիգրանի բիոլոգիական հայրը այլ տղամարդ է։ Կնոջ հետ տանը սուր վեճից հետո մյուս որդու ներկայությամբ խեղդամահ է արել Տիգրանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ է արել սեփական հայրը։ Տիգրանի եղբայրների մտքում տան մեծերի զրույցներն են պտտվում։ Տիգրանի ձեռքերը պատառոտված էր ու հողոտ աչքերը բաց էին, պատմում է Տիգրանի փոքր եղբայրներից մեկը։ Տղան միայն ասում է, որ վաղը Տիգրանի թաղումն է, բայց թե ինչ է թաղումը չգիտի, մեծերից է այդպես լսել։ Սա հրապարակվել էր դեռ երեկ, իսկ այսօր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Տիգրանին։ Նա դարձավ հրեշտակ, իսկ նրա հայրը անպայման իր պատիժը դեռ ստանալու է։ Քննվել եք տեղական սոցիալական ծառայության բաժնի գործընկերների հետ այս ընտանիքում ապրող մյուս երեխաների վերաբերյալ կոնկրետ որոշումներ կայացնելու համար։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, խոսելով Ծափաթաղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մահվան հանգամանքների մասին։ Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարը նախկինում հայտնել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն 3-ամյա Տիգրանը սպանվել է հոր կողմից, որը մահացել է խեղդամահ լինելուց։ Այդ պահին նախնական տեղեկությունների համաձայն 2 եղբայրներ դուրս են եկել տնից, հանդիպել հոր հետ, և նա խեղդամահ է արել երեխային։ Երեխայի հայրը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան որոշակի ներքին հարցի համատեքստում։ Այս պահին ես չեմ կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրել, հայտարարել է Սարգսյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ հայտնաբերվել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը։ Րոպեների ընթացքում համացանցը ողողվեց այս մասին բացառիկ տեղեկատվությամբ։ Գագիկ Շամշյանը, ով դեպքի վայր էր ժամանել հենց այդ պահին, նոր հոլովակ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես են փոքրիկի մարմինը տեղափոխում հիվանդանոց ու դատաբժշկական փորձաքննության։ Գագիկ Շամշյանը մանրամասներ է ներկայացրել։ Այդ լուսանկարները շատ հուզիչ ու ազդեցիկ են։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ.Օ.-ի մարմինը։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Star News-ը ցավակցում է Տիգրանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Ողջ հանրությունը ցնցված է այն նորությունից, որ 3-ամյա Տիգրանին, ում որոնում էին օրեր շարունակ, խեղդամահ է արել սեփական հայրը։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում բավականին ակտիվ է և անդրադառնալով կատարվածին գրել էր հետևյալը. «Նենց եմ ազդվել փոքրիկ Տիգրանի դեպքի բացահայտումից։ Բառերս չեն հերիքում, որ արտահայտեմ բարկությունս, անարդարության զգացումը, էս ինչ էր», գրել էր դերասանուհի Հասմիկ Խոջյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ մենք հայտնել էինք նաև, որ այս թեմային անդրադարձել է նաև հաղորդավար Վարդան Սարգսյանը, ով գրել էր հետևյալը. «Մինիմում ցմահ ազատազրկում։ Կներեք, տեղս չեմ գտնում։ Ամբողջ մարմնով դողում եմ ու չեմ հավատում, որ նման բան հնարավոր է։ Այս ստատուսը կապ չունի իմ տուրիստական գործակալության հետ, բայց ուզում եմ այս տողերը հասնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակից են լինելու այդ տականքին պատժելու որոշման մեջ։ Դու մարդ չես», սոցիալական հարթակներում գրել էր Վարդան Սարգսյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 6-ից վերսկսվել էին նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Համագյուղացիների խոսքով Տիգրանին վերջին անգամ հովիվն է տեսել։ Հովվին հարցաքննել են, ասել է, թե չգիտի ուր է երեխան։ Ընտանիքի անդամներից վերջին անգամ հայրն է տեսել պոպոկի ծառի մոտ։ Հայտնել է կորած երեխայի զարմիկը։ Հարևանի բախչում խնձոր քաղելուց հետո եկել ենք տուն սուրճ խմելու, տեսել ենք երեխան չկա։ Մինչև ժամը 3-ը խաղում էր, դժվար թե հասներ կամրջի մոտ։ Իր խոսքում նշել է զարմիկը։ Որևէ նորություն չկա։ Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները նույն տեմպով, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված։ Երեկ լրագրողների հետ զրույցում երեխայի հորաքույրը նշել էր, որ Տիգրանի եղբայրը, ով խոսքի հետ կապված խնդիրներ ունի և վերջինն է եղել, ով տեսել է նրան, հարցերին ի պատասխան բռնում է ինքն իր կոկորդից։ Հարցին այս արձագանքից ինչ ենթադրություններ են անում, ինչ վարկած է շրջանառվում, Սարգսյանը պատասխանել է. «Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսել, հասկացրել է, որ չի կարող իրեն ուղղված հարցերին պատասխանել», բացատրել է։ Չբացառելով ոչ մի վարկած, շարունակվում են աշխատանքները, բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր ուղղություններով ուսումնասիրություններ ենք իրականացնում, նշել էր նա։ Գեղարքունիքի մարզպետը հավելել է, որ որևէ հետք այս պահի դրությամբ չկա։